Այլևս բարություն չի լինելու։ Անցել է այն ժամանակները, երբ գրեթե բոլորին հնարավորություն էին տալիս ուշքի գալ եւ ուղղվել։ Մենք այլևս չենք տեսնի այն, ինչ տեսել ենք վերջին 8 տարիների ընթացքում։ Ձեզանից յուրաքանչյուրը հարց է տալիս, ինչ է լինելու հետո։ Իսկ ինչ է լինում այն ժամանակ, երբ ժամանակը սպառվում է։ Սկսվում է նոր իրականություն, եւ այդ նոր իրականությունում խնդրանքները փոխարինվում են հստությամբ եւ կոշտությամբ։ Սկսվել է այն ժամանակը, երբ յուրաքանչյուր ոք կվերադարձնի այն ամենը, ինչ նա գողացել է Հայաստան պետությունից վերջին 35 տարիների ընթացքում եւ կվերադարձնի գողոնը ժողովրդին։ Դրանք ձեր փողերը չեն, դրանք մեր փողերն են։ Այդ փողերը մեր առողջությունն են եւ կյանքի պայմանները։ Այն ամենը, ինչ դու գողացել ես, իմն է։ Այն ամենը, ինչ դու գողացել ես, մերն է։ Սա ձեզ համար չի լինելու պատիժ։ Սա արդար որոշում է եւ պետք չէ ձեզ ներկայացնել որպես զոհ։ Այլևս չկա խղճահարություն եւ ողորմություն։ Այսուհետ միայն արդարություն։ Այս հոդվածը պետք է ուշադիր կարդան բոլորը, եւ նրանք, ովքեր 8 տարի շարունակ դավաճանել են երկրի առաջնորդին, դառնալով գայլեր։ Վերջին 6 ամիսներին ձեզով չեն զբաղվել միայն այն պատճառով, որ ընտրություններից առաջ ավելորդ վեճեր չստեղծվեին։ Բայց հիշեք, որ ձեր վնասը գողացել է ձայները մեր առաջնորդից։ Դուք ոչնչով չեք տարբերվում Ծառուկյանից, Քոչարյանից եւ Տաշիր Սամոյից։ Դավաճանները ավելի շատ կայրվեն դժոխքի կրակներում, քան Քոչարյանը։ Հիշեք այս խոսքերը։ Բարձրյալը մեզ ուժ է տվել սիրելու Հայաստանը։ Եվ նրան ուժեղ դարձնել կարող է միայն արդարությունը, իսկ արդարությունը բաղկացած է ոչ միայն քաղցրավենիքից, այլ նաեւ մտրակից։ Քաղցրավենիքները մեր առաջնորդը բաժանեց միայն երեխաներին, որպես մաքուր արարածների, եւ նա բաժանեց բոլոր քաղցրավենիքները։ Իսկ մտրակները մնացին, եւ այս պահից սկսած բոլոր թշնամիներն ու դավաճանները կստանան իրենց մտրակները։ Սկիզբը դրված է։